Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես չեն հայտնում, որ ադրբեջանցի բլոգեր ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալիի նկատմամբ միջպետական հետախուզումը դադարեցրել է Հայաստանը։ Այդ մասին այս պահին միայն ինքը Զեյնալին է հայտնել պատմության մեջ մի օր հաղորդման եթերում։ Քամիլ Զեյնալիի նկատմամբ 5 հոդվածներով է գործառույցել Հայաստանը։ Մարդկության դեմ հանցագործություն, պատերազմական հանցագործություն, նաև արգելված մեթոդներով վարձկանների հավաքագրում, ագրեսիա։ Զեյնալին էր 2020 թվականին գլխատել արցախցի ծերունուն, նկարահանել դա ու տարածել սոցցանցերի իր էջերում։ Անցած տարվա փետրվարին Հայաստանի սկսած միջպետական հետախուզման հիման վրա Ռուսաստանը Մոսկվայի Դոմոդեդովո օդակայանում ձերբակալել էր Զեյնալիին, հետո ազատ արձակել։ Մոսկվայի այդ քայլը Զեյնալիի փաստաբանը որակել էր հումանիստական։ Թեև Զեյնալին պնդում է, որ իր դեմ հարուցված միջազգային հետախուզումն է դադարեցվել, ներքին գործերի նախարարությունը մեզ հայտնեց, որ միջպետական հետախուզում է հարուցվել, բայց թե արդյոք դադարեցվել է այդ հետախուզումը, մեզ նախարարությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Թեև Զեյնալիի գործը հետո կցվել էր միջազգային քրեական դատարանում Բաքվի դեմ ներկայացված Հայաստանի բողոքին, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ գրասենյակից մեզ հայտնել են, որ հետախուզումը դադարեցնելու հարցը իրենց իրավասությունների շրջանակում չէ։ Քննչական կոմիտեի խոսնակը հայտնեց, մեկնաբանություն չունենք։ Քամիլ Զեյնալին հայտնել է, թե ինքը միակը չէ, ում դեմ սկսած հետախուզումը դադարեցրել է Հայաստանը։ Հաշվառելով Հայաստանի իշխանությունների խորիմաստ լռությունը, որևէ հիմքեր չունեն կասկածելու, որ ադրբեջանցի մարդասպան հանցագործը ճշմարտությունն է ասում։ Այս իշխանությունները հայտարարել են, որ բոլոր հայցերը հետ են քաշում, եւ դրա տակ ակներևաբար նկատի ունեցել ոչ միայն միջպետական հայցերը, այլ նաեւ առանձին հանցագործների նկատմամբ հետախուզումները։ Գիտեք, մի իշխանություն, որը բանտից ազատեց մարդասպան դիվերսանտներին, ովքեր Քարվաճառում 15 տարեկան երեխային դաժանաբար սպանել եւ բաց թողեց, ինչի վրա ենք զարմանում։ Մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը համաձայնություն է տվել միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի հետ քաշմանը, որը խաղաղության պայմանագրի վերջին չհամաձայնեցված երկու կետերից մեկն էր, որը պետք է իրականացնեն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ըստ հայ պաշտոնյաների։ Նիկոլ Փաշինյանին եւ իր ձևավորված իշխանություններին անհրաժեշտ է մի բան, մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի խաղաղություն։ Իրենց այդ թուղթը ինչի համար է անհրաժեշտ, որ ընտրություններին իրեն գնան, թափ արեն, ասեն, տեսեք, մենք խոստացել ենք խաղաղությունը ձեզ բերել ենք։ Խաչատրյանը կարծում է, Ադրբեջանն է Հայաստանից պահանջել սկսել հետ կանչել այն հայցերը, որոնք վերաբերում են ադրբեջանցի հանցագործներին։ Այդ պահանջը կարող է զարգանալ ու հասնել նրան, որ Բաքուն պահանջի Հայաստանում բռնել ու արտահանձնել արցախյան պայքարի մասնակցած զինվորականներին։ Ես չեմ բացառում, որ վաղ ինչ-որ մի երկրում կամ թեկուզ Հայաստանում առևանգվեն պատերազմի մասնակից մեր հայրենակիցները, հայտնվեն Ադրբեջանի բանտերում, կեղծ մեղադրանքներով, իսկ սրանք ուղղակի ձկան նման լուր մնան։ Ազգային ժողովի պատգամավորը չի բացառում, որ եթե Զեյնալիի հայտարարությունը չլիներ, միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման սկսված գործընթացի մասին հանրությունը չէր իմանա։ Հայաստանը նախընտրում է լռել, որ աղմուկ չբարձրանա, իսկ Ադրբեջանը այդ լռության պայմաններում ստանալ, ինչ ուզում է։ Լիլիթ Սարգսյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։